Ամսական 200,000 դրամ է վաստակում գնունի շուկայում արդեն 30 տարի նույն բիզնեսով զբաղվող Ռոբերտ Դավթյանը։ Ժամանակին գործերը լավ էին ընթանում, վերջին տարիներին սակայն իրավիճակը կտրուկ է փոխվել։ Օնլայն շուկաների հայտնվելուց հետո իր վաճառած ապրանքի պահանջարկը կտրուկ նվազել է։ Բայց խնդիրը միայն պահանջարկը չէ։ Մանր եւ միջին բիզնեսների համար շրջարկն է թանկացել կրկնակի։ Հարկային նոր քաղաքականության հետևանքով 2025 թվականի 10 ամիսներին 30,000-ից ավելի մանր ու միջին բիզնես է փակվել։ 5%-ը սարքեցին 10%։ Հիմա դա բացասական անդրադարձ է, որ փակվել են այդ 30,000 բիզնեսները։ Հիմնականում դրա պատճառով ոչ չեն կարող։ Եթե ես դուրս եմ եկել, որ աշխատեմ, տունը փող տանեմ գոնե, եթե տունը փող չպետք է տանեմ, հարկերը բնականաբար պետք է մուծենք, չմուծեցինք հարկադիր անգնեմ եւ տոկոսներ, մուծում ես նայում ես բան չկա, գումարած դրան, որ առևտուր չկա ընդհանրապես։ Վաստակած 200,000 դրամի գրեթե կեսով տաղավարի վարձն է վճարում, մյուս մասով էլ հարկերն ու ՀԴՄ սարքի սպասարկման գումարն է վճարում։ Արդյունքում տուն տանելու համար ոչինչ չի մնում։ Ասենք մի օր չի, երկու օր չի, արդեն կարելի ասել տարուց ավել է։ Դրամ էլ այդ օրն ենք ասել։ Դրան գումարած, էլի ինչ որտեղ ասենք մեր պետությունն ասենք ասում ենք լավ, հարկերը մուծեցինք, բայց դրան գումարած օրական մեկը գալիս է, պայմանագիր ենք բանում, որ ՀԴՄ-ի սպասարկման փողը 1800-ը սարքեն 3600, անիմն բարձրացնում են։ Օրեր են լինում, երբ անգամ մեկ հաճախորդ չի ունենում։ Տաղավարի վարձն էլ հաճախ իր կենսաթոշակից է տալիս։ Ասում է երիտասարդներն այդ թոշակը չունեն, փակում են կրպակների դռները, ապա նաև տան դռներն ու լքում երկիրը։ Երկուսին անձամբ ինքն է ճանաչում։ Մեր շուկայից երկու հոգի փակվում, մեկը գնաց Ամերիկա, մեկն էլ էլի տարիքով մարդ էր, տեղ ճարես միջով պահեստում մի հատ գործ, թողեց դուրս եկավ։ Տնտեսագետ Հրայր Կամենդատյանն ասում է, խնդիրն անհրաժեշտ է լուծել այլ ճանապարհով։ Ըստ նրա, եթե երկրում կան խոշոր տնտեսվարողներ, որոնք չեն տրամադրում փաստաթղթային ապահովություն, նրանցով պետք է զբաղվի պետությունը։ Փոքր ու միջին բիզնեսներն էլ չունեն ապահովություն, բայց թիրախ հենց նրանք են դարձել։ Խնդիրը վերջին օղակի վրա ամենաչպաշտպանված, ամենախոցելի խմբի վրա դնելը, դա կարծում եմ ճիշտ որոշում չէ։ 30,000 փակված բիզնեսի ֆոնին նույն ժամանակահատվածում Հայաստանում 26,000 նոր բիզնես է բացվել։ Տնտեսագետի խոսքով նորմալ ցիկլ է, միշտ է այդպես եղել, խնդիրն էլ տեղում է։ Այդ շերտի մեջ դրանք հիմնականում մանր վաճառականներն են, առևտրականներն են, կոշկակարներն են, ուսուցիչներ են, զանազան խմբակների չեն։ Այս մարդիկ որպես կանոն դրսևորում են խիստ ապահովական կեցվածք։ Երբ դանակը հասնում է իրենց, չէ, անգամից աշխուժանում են, սկսում են աղմկել, գոռալ, սկսում են սպառնալ, բայց երբ ես կգնանք, ես ինչ կանենք, այս մարդիկ ապահովական են եւ իրենց խնդիրները, չէ, իրենց խնդիրները հիմնականում առաջանում են նրա հետ կապված, որ պետությունը պահանջում է ինչ-որ գումարներ, հարկեր։ Կամենդատյանի խոսքով միայն այդ պարագայում են նույն տնտեսվարողները սկսում խոսել առկա խնդիրների մասին, մինչ այդ չեն միջամտում երկրում տեղի ունեցող իրադարձություններին, որոնք ուղիղ կապ ունեն նաև իրենց հետ։ Տնտեսվարող Ռոբերտ Դավթյանն էլ է նույն կարծիքին, մի քանի անգամ կառավարության դիմաց ակցիա են արել։ Քչերն են մասնակցել, բայց շատերն են դժգոհ։ Առանձին որ խոսում ենք, սա բոլորն են դժգոհ են, դժգոհ չեն մեծ ապրանքներ բերողները, ովքեր թղթով բերում են, դրանց 1% են մուծում դրանք։ 1.5-ը մեկա։ Իսկ մեր որ շրջարկում ենք աշխատում 5%-ը 10% սարքեցին։ Վերջերս էլ քաղաքապետարանը գնունի շուկայում գտնվող կրպակներ է ապամոնտաժել։ Տեսախցիկների առաջ այս մարդիկ չեն խոսում, բայց վստահեցնում են 2026 թվականի ընտրությունից հետո իրենց շուկայի տեղում բարձրահարկ շենք են կառուցելու, իսկ իրենց հեռացնելու են տարածքից։ Սեդամակատյան, Մհեր Դավթյան, Գեղամ Ղազարյան, ABC Media։ Բաժանորդագրվեք YouTube-ի մեր ալիքին, հետևեք մեզ Facebook-ում, Instagram-ում, Telegram-ում, WhatsApp-ում և TikTok-ում կամ այցելեք պաշտոնական մեր կայքի 3w abcmedia.am։